Ներողություն եմ խնդրում ծնողներիցս, ընկերներիցս։ Երեկ Նուբարաշենի հրաձգարանում մահացած 19-ամյա Նարեկն է գրել իր նամակում։ Ենթադրվում է ինքնասպան է եղել։ Նախաձեռնվել է քրեական վարույթ, քրեական օրենսգրքի 523-րդ հոդվածի առաջին մասի հատկանիշներով։ Այն է զինծառայողին ինքնասպանության հասցնելը։ Նարեկը 2026-ի 5-րդ զոհն է բանակում, խաղաղ պայմաններում։ Թիվը իրավապաշտպանի գնահատմամբ բավականին մտահոգիչ է։ Սուրեն Պապիկյանը 2025-ի 12 ամիսների համար պաշտոնական 6 զոհի մասին էր հայտնել, իսկ հիմա տարվա ընդամենը 4-րդ ամիսն է։ Ունենք 12 մահ, 5-ը պաշտպանության նախարարության զորամասերում ու կրակարաններում։ Այդ 12 դեպքերից երկուսը ինքնասպանության հետևանքով մահվան դեպքերն են եւ 3-ը սպանության հետևանքով մահվան դեպքերը։ Պաշտպանության նախարարությունից չհերքեցին, որ ծառայության պայմաններում զոհերի թիվն այս տարի 5-ն է։ 4-ի մասին հաղորդել է նախարարությունը, 1-ի մասին քննչական կոմիտեն։ Պաշտպանության նախարարությունը հաղորդում է ծառայության հետ կապված հանգամանքներում մահվան դեպքերի մասին, իսկ ծառայության հետ չկապված հանգամանքներում մահվան դեպքերը, օրինակ, դժբախտ պատահարներ, քաղաքացիական, այսինքն ծառայությունից դուրս այլ միջադեպեր մամուլում հայտնվում են, բայց նրանք չեն հաշվառվում որպես ծառայության հետ կապված հանգամանքներում մահվան դեպք։ Այս կատեգորիայում կարող են հայտնվել նաև ինքնասպանության դեպքերը, եթե քննությամբ պարզվում է, որ դրանք կապված են ոչ թե ծառայության ընթացքի, այլ զինծառայողի անձնական խնդիրների հետ։ Այդ դեպքում զինծառայողը պաշտոնապես չի դասվում ծառայության պայմաններում զոհվածների շարքին։ Իսկ այստեղ արդեն առաջ են գալիս ավելի խոր խնդիրներ։ Օրինակ, ինչու է պաշտպանության նախարարությունը ներդրել սպա հոգեբանների ինստիտուտը, եթե այն պատշաճ չի աշխատում։ Իրավապաշտպանն է մանրամասնում խնդիրները։ Ֆինանսական եւ սոցիալական ջանքեր պետք է դնել գործող համակարգ ունենալու համար։ Ամենակարևորը արժանապատիվ ծառայության ապահովման հարցը, այսինքն յուրաքանչյուր զինծառայող, յուրաքանչյուր անձ, ով ցանկանում է, ենթադրենք, աշխատել զինված ուժերում, նույնիսկ որպես հոգեբան, պետք է ունենա այդ երաշխիքները եւ վստահությունը, որ աշխատում է մի համակարգում, որտեղ հարգված են մարդու իրավունքները, ապահովված է սոցիալական այդ բոլոր երաշխիքները նրանց համար։ Իսկ այդ երաշխիքների բացակայությունը կյանքեր է արժենում։ Քրեական ենթամշակույթը, հեղինակությունները համակարգային խնդիր են, որ այդպես էլ լուծում չեն ստանում։ Մարդու իրավունքների պաշտպանը 2024-ին էր արձանագրել կարգապահական խնդիրները ծառայության հանգամանքներում մահերի հիմնական պատճառն են։ Բանակում կարգապահությանը վնասող մի քանի գործոններ կան։ Այդ թվում զինծառայողների իրավագիտակցության ոչ բավարար մակարդակը, կադրերի պակասը, միմյանց նկատմամբ անհանդուրժողականությունը եւ զորամաս ռազմական ոստիկանություն ոչ բավարար համագործակցությունը։ Հենց համագործակցության բացակայությունն ու հեղինակությունների համակարգն է դառնում պատճառը, որ սպանության դեպքերով վերջին տարիներին տասնյակ քրեական գործեր են հարուցվել, բայց բանակի ոչ մի բարձրաստիճան սպա պատասխանատվության չի ենթարկվել, մինչդեռ իրականությունն այլ է։ Նախորդ տարվա վերաբերյալ դեպքերից մեկը Պաշտպանության նախարարության կողմից, որը մենք մեր ուսումնասիրության տվյալներով դասակարգել էինք որպես սպանություն, կապված էր դեպքի հանգամանքների հետ, այսինքն քրեական հոդվածը, դեպքի փաստով նախաձեռնված քրեական վարույթի հոդվածը մեկ այլ հոդվածով է եղել, բայց երբ որ անդրադառնում ենք եւ ծանոթանում ենք դեպքի հանգամանքներին, տեսնում ենք, որ հստակ տեղի է ունեցել վերադասի կողմից ստորադասի նկատմամբ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունք եւ տեղի է ունեցել ծեծկռտուք, վեճ, որի հետևանքով զինծառայողը տեղափոխվել է հիվանդանոց եւ այնտեղ մահացել է։ Պաշտպանության նախարարությունն այս տարի հայտարարել է զինված ուժերում քրեական բարքերի դեմ պայքարի տարի։ Թե ինչ ձևով է իրականացվում այդ պայքարը եւ ինչ արդյունքներ կան, նախարարությունից չհստակեցրին։ Հստակ է մեկ բան՝ տարվա 4-րդ ամիսն է, իսկ ծառայության պայմաններում զոհերի թիվը նախորդ ամբողջ տարվա պաշտոնական ցուցանիշից պակասում է 1-ով։ Սեդա Գյուրեղյան, Նոնա Գևորգյան, ABC Media։